Իրանի բանակը բարձր պատրաստվածության է բերվում։ Իրանը զգուշացրել ու ծանուցել է արաբական մի շարք երկրների, ինչպես նաև Թուրքիային, Իրանին հարվածելու Միացյալ Նահանգների և Իսրայելի քայլերին ցանկացած աջակցություն կդիտարկեն որպես թշնամական գործողություն։ Արթուր Խաչիկյանը հավանական է համարում նահանգների իրանական միջուկային օբյեկտներին հարվածելը։ Իրանը ունի տասնյակ բազմաթիվ միջուկային օբյեկտներ, որոնք մեծ խորության վրա են, այսինքն այնտեղ հատուկ ռումբեր են պետք դախոցելու համար, նավթային օբյեկտների կարող է հարվածել, իսկ Իրանը իր հերթին սպառնացել է, որ հակահարված է լինելու Միացյալ Նահանգների ռազմաբազաների դեմ։ Իրանը սպառնացել է հարվածել Միջին Արևելքի նավթային օբյեկտներին, եթե Միացյալ Նահանգները որևէ քայլ կանի Իրանի դեմ։ Սա կբերի տնտեսական խորը ճգնաժամի, նշում է Խաչիկյանը, այս զարգացումը հնարավոր համարելով։ Հետևաբար, որ մենք խոսում ենք պատերազմի մասին, մենք խոսում ենք օդային հարվածների մասին։ ԱՄՆ, Իրանի բարագայում եւ նաեւ Իսրայելի։ Հետևաբար, եթե մենք խոսում ենք հավանականության մասին, ասենք բացր հավանականությունը, որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը միասին կհարվածեն, այո, այդ հավանականությունը աճում է։ Բայց դա չի նշանակում, որ այլընտրանք չկա։ Այլընտրանքը դա բանակցություններն են եւ հիմա քննարկումա տեղ ունենում, թե ինչպիսի ֆորմատով ինքը պիտի տեղ ունենա։ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև պատերազմն այդքան էլ հավանական չի համարում Մելքոնյանը։ Եթե նահանգների նպատակը Իրանի միջուկային ու հրթիռային ներուժը զրոյացնելն է, կարճ ժամանակահատվածում հնարավոր չի լինի, իսկ երկարաժամկետ պատերազմի Միացյալ Նահանգները պատրաստ չէ նոր վարչակարգով։ Ակնհայտ է, որ նման պատերազմը ձեռնատու չէ ոչ Թեհրանին, ոչ Վաշինգտոնին, սակայն այդպիսի պատերազմի շահառու այսուհանդերձ կա Նեթանյահուի վարչակարգը, ուստի չպետք է ամբողջությամբ բացառել, որ վերջինիս հնարավոր սադրիչ գործողությունները կարող են դառնալ այն կայծը, որից կբռնկվի Մերձավոր Արևելյան վառոդի տակառը։ Ոսկանյանի խոսքով զսպող հանգամանք կա Սիրիայում թուրքական զորքերի առաջխաղացումը եւ հատկապես հոբ համակարգերի տեղակայումը։ Իսկ ինչպես կանդրադառնա այս իրավիճակը Հայաստանի վրա։ Ադրբեջանը անշուշտ կօգտագործեց հնարավորությունների պատուհանը եւ ոչ մեկ Իրան արդեն գետնի վրա չի կարող պահել, որովհետեւ միջև այդ գրեթե միակ ուժը, որը գետնի վրա համ ուներ կամ ուներ բավականի ունակություն զսպել Ադրբեջանը, դա Իրանն էր։ Իրանի զինված ուժերը։ Խաչիկյանն էլ կարծում է, Հայաստանի իբր խաղաղության ձգտող իշխանությունը կապիտուլյացիայի է տարել երկիրը։ Եթե Թեհրան-Վաշինգտոն պատերազմ սկսվի, Բաքուն օգտվելու է վիճակից ու մեկ ամիս տևող կրակոցները ռազմական գործողության վերածի։ Անի Աբախյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։